Աչափնյակ համայնքի այս տարածքը ժամանակին մանկական այգի էր։ Մեզի մենակ այս սղարանն է մնացել։ Ճոճարաններ էին դրել, կարուսելներ էին դրել, հետո համարյա մեկ ամիս անցավ ու եկան բոլոր հավաքեցին տարան։ Այսօր նախկին այգու ժանգոտած նստարանների վրա օրն են անցկացնում տարածքում ապրող թոշակառուները։ Այդ տարածքը սեփականաշնորհված է։ Իսկ մենք այս ամբողջ հասարակությունը պայքարում է, որ այս տարածքը իսկապես մանկական այգի դառնա։ 76-ամյա նախկին զինվորական գնդապետ Հրանտ Ստեփանյանը այստեղ է գալիս գրեթե ամեն օր։ Հավաքվում են քննարկում ցանկացած հարց, առօրյայից մինչև քաղաքական, շախմատի տախտակի շուրջ։ 47,000 թոշակ են որոշին, 30,000 ձերցից խլում են։ Այսինքն լուր, ջուր, գազ, հեռախոս տանվարձ։ Թաղամասի թոշակառուներին բոլորն են ճանաչում, որոշ ծնողներ իրենց երեխաներին նրանց են վստահում։ Երեխաների հետ, այս մեր փոքրիկների հետ մաքրություն են կանում, իրենց խրատ ենք տալիս։ Իրենց այգին բարեկարգելու դիմումով թոշակառուները բազմաթիվ նամակ խնդրագրեր են ուղարկել պատկան մարմիններին, բայց մեկ անգամ են պատասխան ստացել Երևանի քաղաքապետարանից։ Գրել են մանկական այգին վաճառված է։ Ամոթ։ Ինչ կասեմ, էլ ինչ ասեմ, այս պետություն չի։ Տարածքի բնակիչները, հատկապես թոշակառուները, վստահ են, որ իրենց գոյության մասին անպայման հիշելու են առաջիկա ընտրություններից առաջ եւ հիշեցնում են, որ իրենց ուզող թիվ 1 խնդիրը ավանդերի վերադարձն է։ Մասեր են, մենք կամաց կվերադարձնենք սկսած 2015 թվականից։ 2015 թվականից ես էլ չեմ լինի, ես մարդերից Այդ ինչ խայտարագություն է։ Բայց հիմա կինս 2 անգամ օպերացիա եղավ, ուրիշներից ես վերցրել եմ գումար, որ այդ օպերացիան հաջողանցնի։ Դուք գիտեք ինչ է նշանակում։ Չես տա, չկա։ Լուսինե Ղազարյան, Սևակ Մեսրոպյան, IPF